Այսօր Սրբազան հայրը երկրորդն է այս հողը, որուն վրա պիտի կառուցվի այս ծրագիրը, գործն է նաև նոր սկիզբը։ 50 տարի հետ այս շրջապագին վրա կանգնող դղակն ու աղջիկները պետք է կարենան ասել, անոնք ունեցան տեսլականը, քաջությունն ու հանձնարարությունը մեզի համար գերդելու ավելի ուժեղ Սուրբ Հակոբը։ Այս ծրագիրը սկիզբն է հաջորդ 50-ամյա երթին։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Հայ Հորիզոն ձեզի հետ է այսօր Սուրբ Հակոբ ազգային վարժարանի շրջապագեն։ Այսօր պատմական օրը ապրեցանք, որովհետև հողորտնեքի արարողությունը կատարվեցավ Սուրբ Հակոբ ազգային վարժարանի ֆուտբոլի դաշտին, ինչպես նաև փագին։ Ուրեմն այսպիսով դպրոցը հարաճիգա ամիսներուն արդեն պիտի սկսի իր շինարարական աշխատանքները։ Եկեք միասնաբար հետևենք հայդակրին։ Պահպանի Ջևույսավադացենոց Քրիստոս Աստված մեր պահյա, պահպանյա և օրտնյա սասկսայոց Սեգեղեցի Հայաստանյայց ըս գրթարանը Սուրբ Հակոբ ազգային վարժարանի և ըս նորոք շինյալ թաշտիս և պագիս հողս ընթովանյավ սուրբ և պատվական խաչի վտքով իխաղության հրգյա երևելի և հաներևույթ թշնամբույն արժանավորյա կողության հարավորելս կեզ ընթոր և ընցրկողոքվույթ այժմ և միշտվավիդյանս հավիդենից ամեն։ Սուրբ Հակոբը լավագույն դպրոցներեն մեկն է, որ նաև հայկական է։ Այսինքն որբեսի այդ երկմտանքը չունենա ծնողքը, ասելու որ Սուրբ Հակոբ վերջացավ, այսինքն ադիգա որտեղ շատ կտեսնենք, ամենս որ Սուրբ Հակոբը գարձեք հայերենին համար է միան, բայց այդպես չէ։ Եվ այսօրվա այս արիթը ցույց կտա, որ մենք եկող 50-ամյակին վրա մեր գրավը գտնենք, մեր յենթագարությունները նորոգենք, գոժդենք մեր դպրոցը տաշտով, լավագույն ասենք յենթագարություններով, որովհետեւ մեր զավակները ունենան այնինչ, որ իրենք ունենային ուրիշ դպրոց եթե երթային։ Մանրագործական բաներ թյուրություններ եւ ադոր վրա ուրեմն գարենան նույն մագարտակով, այսինքն Քեբեկի մեջ ունենան մեր դպրոցը գարենա դալ նույն ծառայությունները, նույն բաները, ինչ որ պիտի ստանային ուրիշ դպրոց եթե երթային։ Հայերենի գողքին ասիկա։ Անշուշտ հայերենը կմնա հիմնասյունը, կամ հայկականը կմնա հիմնասյունը եւ ադոր վրա նպատակը խորքի մեջ ադե։ Եվ այս ծևի նախաձեռնությունը նպատակը ուրեմն դպրոցը մեր վարժարանը տնել է հաջորդ 50-ամյակի ուրեմն թիմակրավելու շեմին։ Շնորհակալություն ցեզի սիրելի բարերարներ։ Ձեր արադացերնությամբ է, որ մենք կգերդենք վաղվան ժառանգությունը, ապահովելով մեր զավակներուն ավելի լուսավոր ապագամը։ Hier, nos anciens ont tracé la voie avec courage. Aujourd'hui, avec ce premier coup de pelle, nous ne faisons pas que creuser la terre, nous préparons l'avenir de nos enfants. Ce sol qui accueillera leurs pas, leurs rires et leurs découvertes deviendra le théâtre de leurs plus grandes audaces. Je suis ici avec vous, non seulement comme président du CA de la Fondation de l'École arménienne Sուրբ Հակոբ, mais aussi comme fier diplômé de cette grande institution. Du CPE Saint-Jacques à ma cérémonie des finissants en 1998, Sուրբ Hակոb a été ma deuxième maison. Cette année, mon fils Azad a reçu son diplôme d'études primaires aussi. C'est avec une immense joie et une profonde fierté que la Fondation vous accueille ce soir pour célébrer un moment historique que nous attendions depuis longtemps. Celui-ci offrira un milieu scolaire évoluant avec la réalité des jeunes d'aujourd'hui et les méthodes pédagogiques progressives. Un espace collaboratif, soucieux de la santé physique et mentale des étudiants et du personnel, ainsi qu'un environnement adapté au changement climatique. Je tiens donc du fond du cœur à remercier nos généreux donateurs qui ont transformé notre rêve en réalité.
Nous soulignons ce soir la générosité de plusieurs parmi nous. Chante Christine Toby, Alan et Rula Rossi Foundation, Fondation Famille Marouk Djoukadjan, Garo et Annie Donoyan, Fondation Pasteur Madjam. Avec beaucoup de fierté, famille Agazarian, famille Gönjan, Anahid Markarian et Salki Markarian, Giraïd et Houri Zakarian, Ara et Maral Imamemjan, la famille Ohanian, George et Sime Armoyan, Mardik et Anna Unanian. This is a dream come true. Karutin. Եվ հարաճիկա սերունդին։ Եվ երկու զավակներդ այս դպրոցեն ավարտած են, ցեզի համար ինչպիսի օրմն է այսօր։ Հրջված ենք, միշտ ուզած ենք հոստաշտն ունենալ։ Մարզությունը մեզի համար շատ մեծ դեր կա դարած է մեր կյանքի մեջ, լամդային, ֆիզիկական ամեն ձևով։ So հաջորդ սերունդը, որ արիթը պիտի ունենա, շատ ավելի լավ տաշտիմը վրա մարզասրահի մեջ խաղալու շատ մեծ հրջվանք է մեզի համար։ Քեզի համար մեզի համար, այսինքն շատ ուրախ ենք հաջորդ սերունդին համար, որ գուզեն որ իրենց արիթմը գուտանք որ խաղան եւ Ձեր ժամանակ չի գային աս բոլոր դյուրությունները։ Շուշ, ներսի ջեմը շներերին մեր ադենին, բայց հիմա դուրսը անշուշտ ավելի արիթ կուտա որ դիսցիպլինը պրակտիսեն հոմենետմերին համար շատ լավ է։ Կարևոր է, որ հարադևենք այս նույն շարունակ թափը, որ մեր բզդիկները, մեր երախաները, նոր սերունդները միշտ այս հայաբահվանումը էլա, որև հբարդ ենք, որ Սուրբ Հակոբի անդամ ենք։ Մեր դպրոցն մեզ համար մեծ հբարդանք է, եւ ինչու՞ չէ բարելավենք au niveau մյուս դպրոցներուն, որ միշտ կարողանանք ավելի attract անել հայ ընտանիքներ, որ իրենց զավակները մեր դպրոցը գրգեն։ That's what it's all about. Շատ շնորհակալ եմ ձեր բոլորին վարձ կգադար։ Nous, je pense qu'il y a très peu de communautés qui peuvent propulser un projet comme ça. C'est magnifique, ça nous touche beaucoup. C'est un exemple à suivre pour tout le monde. Puis c'est vrai qu'un parc comme ça, c'est plus qu'un parc. C'est du sport pour des jeunes. C'est des micro-forêts pratiquement. Donc c'est très touchant. Je suis très heureuse d'être avec vous. C'est vraiment des exemples de résilience puis de cohérence communautaire là, qui sont un exemple, je trouve, pour tout le monde au Québec, là, puis à Montréal surtout. Merci beaucoup pour votre présence. Plaisir, merci beaucoup. Ամորանալի օրն է այսօր, թե մեզի համար ներկաներու համար եւ թե աբակայի սերունդի համար։ Իրենք պիտի վգային օրը թե այսօր սկիզբը տրվեցավ իրենց լավ գրթության, լավ դեր հասնելու ճամփուն առաջին քայլը եղավ այսօր։ Ադոր համար չափեն ավելի երթաբարդենք եւ չափեն ավելի ուրախ եւ հուզված քիչ մնալ։ Ձեր զավակները հոսքե ավարտած են, ինչ են ձեր զգացումները այսօր։ Այսօր շատ ուրախ ենք, որ ապակա բզիկներուն գարույցը թերին եւ իրի շարունակենք։ Effie, what are your thoughts about this new construction project? I'm very proud to be here. I'm proud to see this evolution. I've been elected for 9 years and I had heard of this project maybe in the early days when I first got elected, and it's so inspiring to see how quickly this community was able to put all this together yourselves. I find the Armenian community has a strength, a resilience, and a bond that I've rarely seen. So I find it amazing, and I can't wait to see the result. And of course, if we can support in any way, we will. Շատ գարդեմ հրջվանք կա, իպր այո շրջանավարդ, իպր ներգա մայր երեք տղու, որ հոս կհաջախեն, գարդեմ, որ մեծ հբարդություն է այսօր հայության համար, հայ քաղաքին եւ մեր հաջորդ սերունդներուն գարդեմ մեծ քայլ մգարնենք։ Պետք է ասել տամարկիդես մենք դարիները իվեր հոսենք մենք տեսանք դպրոցին մեծնալը, մեր բզիկները հոս դպրոցկացին, ավարտեցին, մենքաշրջանավարտեինք, բայց շաբաթօրյա դպրոց են, հիմա մեր թորնիկներում պիտի սպասենք, շատ ճիշտ եւ ադիգա շատ կարեւոր է մեզի համար, որովհետեւ հաջորդ սերունդներուն պատրաստենք եւ ասիկա շատ մեծ քայլ մնե, որովհետեւ հաջորդ սերունդներուն համար գարույց ունենանք, որովհետեւ կարողանանք տեսնել թե հայ ժողովուրդը հոս է եւ հոսալ պիտի մնա։ Շատ շնորհակալ եմ։ Մերսի։ Իսկապես հբարդություն է տեսնել, որ այն փոքրիկ համալիրը, երբ մենք նոր ենք եկած Կանադա, հազիվ դակավին տեղափոխված էին Սանզոտիկեն թեպի ուրեմն այս նոր շենքը, թիմացի շենքը եւ եկեղեցին, եւ ահա այսօր
դպրոցով օժտված է, շուտով գոժդվի նաև խաղատաշտով, փագով ամենաարդիական միջոցով։ Սա միան բարդության աղբյուր է։ Եվ շատ ուրախ ենք, որ շարունակական սերունդները ոչ թե միայն հարկը գիտեն դպրոցին, ոչ թե միայն իրենք ուրախացան իրենց ստացած ժառանգությամբ, այլ նաև շարունակապար կգերդեն ավելին այս կահույքը օժտելով ամենակարևոր իր հաստատությամբ, որ Սուրբ Հակոբ վարժարանն է, իրեն հարակից գրթական բոլոր հաստատությունները եւ անշուշտ Կանադայի մեջ հասարակած այդ համալիրի գաղափարը, որը համախմբե կետրոն եկեղեցի դպրոց, որոնք սպիկյան կոյության կարևորագույն գրավականներն են։ Շատ շնորհակալ ենք։ Խնդրեմ։ Իբր ֆոնդացիոնի ներկայացուցիչ հոգապարծության մոտ ինչպես ընթացան տրամահավաքի աշխատանքները։ Բավական երկարաշունչ աշխատանք էր, մեր քաղուտ բավական ժամանակ է, որ լուր ունեին, որ պետք է պամանենք եւ բարեբախտաբար գրցանք իրենց կաչալերել եւ ոտքի հանել եւ շատ հբարդ ենք, շատ ուրախ ենք, որ մեր կոմբինոտեն, մեր համայնքը ոտքի ելավ եւ շատ ցերկերնին բացին եւ շատ ժեներո գերբով մեզ ընթարաչեցին մեր պետքերուն։ Գրնանք ասել, որ նախքան ծրագիրի սկսիլը արդեն պետք եղած գումարը հավաքված էր։ Անշուշտ այո, չէինք գնալ սկսիլ ասիա, քանի որ շատ մեծ գործ է, 7 միլիոնի խոսինք կոր։ So պետք էր կոնե 5 միլիոն հավաքած լայինք, որովհետեւ այսօրվա ինչ որ գնենք կոր ասարաչին հողը օրտնությունը լա։ Դակավի պետք է շարունակենք գործը, մեծ բաժինի եղած է, բարերարներ ունենք, որ մեր կողմն են, ընտանիքներ ունենք, անսիենները կան, մեր աշակերտները կան, հուսանք մեծ հույսով ենք, որ ընդառաջեն դակավին մեր պետքերուն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ցեզի, մերսի։ Ասի շատ կարևոր ցենարկմներ, շատ կարևոր նախաձեռնությունը, որովհետև դպրոցը, ինչպես որ գիտես, համար մեր քաղաքին համար հիմնակարն էր, գետրոն հիմնակարն է մեր ասկային դասարակության համար եւ այդ ուղղությամբ Սուրբ Հակոբը շատ կարևոր դեր գխա եւ պետք է շարունակե եւ պետք է շարունակենք բարելավել, պետք է շարունակենք ներդրում ունենալ եւ թաշտը շատ մեծ դեր պիտի խա երդասարտները երբ որ մարզական խաղերու կմասնակցին գսորվին մրցիլ եւ գսորվին իրար հետ հարաբերիլ Եվ շատ կարևոր է ադի երդասարդ օրերեն սորվիլ, ուրեմն կարևոր օր մնե Մորիալի կահույքին համար եւ Սուրբ Հակոբ դպրոցին համար։ Շատ շնորհակալ ենք։ Մերսի Տամար։ Շատ ուրախ ենք, որ այսօր ծեր ներդրումը Պերիկ դպրոցի շինարարության ծրագրին ցեզի համար ինչու կարևոր էր։ Հայ դպրոցը սպիրկի մեջ մանավանդ մեր կոյության գրվանն է, մյուս հաստատություններու գողքին եկեղեցին եւ ագումբը ասենք եւ անպայմանորեն մեր քուրքուրանքին գարոդի ուրեմն անհրաժեշտություն մնե մեր կոյադևման ամենակարևոր ասենք հաստատությունները մեկն է ասկը բռնելու եւ բահելու եւ հաջորդ սերունդին փոխանցելու ամենեն կարևոր նյութերեն մեկն է որ երդասարտները գրնան հայրեն իրար հետ խոսակցիլ եւ թե բզիկներնին հայրենով մեծնել։ Շատ շնորհակալ ենք ծեր վարձքը գադար։ Խնդրեմ, մերսի։ Այսօր փահով մենք օրտնեցինք աշխատանքներու սկիզբը եւ ներկայ էին հրավիրած էինք մեր նվիրատուները, մեր մեգենասները, մեր միությունները, որոնք միշտ նեցուկ եղած են մեր շատ կարևոր եւ հիմնական ծրագիրներուն եւ անշուշտ մեր ժողովուրդը ընդհանրապես այո մեր մեգենասները կարևոր է ջամփանելու համար կորզը որտեղ վերջո այս բարակային կրետ է 8 միլիոն դոլարի ծրագրի մասին է որ գխոսենք բայց յուրաքանչյուր քաղուտի անդամի լուման կարևոր է ես շատ լավ գիշեմ ինչ որ բատմած էին ինձ որտեղ ես այնադեն հոշ չէի երբ որոշվեցավ այս եկեղեցին եւ գետրոնի առաջի մասը գառուցել
գբատմեին թե այո նվիրատուներ ջամփահանած են, բայց այդ օր երբ հողորտնեկը գլար սավան մփրած են եւ ամեն մարդ նույնիսկ մանուկներ իրենց կանցանակները եկած եւ բարբած են։ Հիմա որ մենք սկսած ենք մեր հանքանագության երկրորդ հանքրվանին, որովհետեւ չի ամբողջացուցած պետք եղած գումարը դագավին, մոտավորապես 5.5 միլիոն արդեն հանքանագված է, բայց ծրագիրը 8 միլիոնոց ծրագիր է։ Ուրեմն երկրորդ հանքրվանն է, որ այսօր ջամփահանեցինք եւ անշուշտ պետք ունենք մեր ժողովրդի նեցուգին, որբեսի բադվով գլուխանենք, բայց արդեն վաղը աշխատանքը գսկսի, պիտի փորեն եւ մեծ մասը կորձին պիտի ամբողջանա վերամուդի այդ օրերուն, անշուշտ հարաճիգա դարվա կարնան գմնա խալիկներու հաստատումը, ծարերը եւ այլն։ Բայց շատ խանդավառ է այսօր մթնոլորտը, նույնիսկ օդարները, այսինքն այդ շինարարական խմբակները որ կան, թե ասենք ուրբանիստները, թե կոնտրակտորները եւ այլն օդարներ, որոնց մեկը նույնիսկ այսօր նվիրատվություն ըրավ խանդավառված այս մթնոլորտեն, զմայլած են, թե ինչպես քաղուտը առանցին գրնա այսպիսի ծրագիրը գլուխանել։ Եվ ինչպես իր խոսքի մեջ ասավ Ջադարաբեդը, այսինքն աբակայի դպրոցն է, որ այսօր պիտի գգարուցենք եւ պիտի ըլլա միշտ աջմեական հարաճիգա 100 տարիներու ընթացքին։ Շատ հբարդենք, հավաքաբար շատ հբարդենք, որովհետեւ հավաքական ուժերով է որ գլա այս մեկը եւ գուհուսամ մեր աբակա սերունդները պիտի գարենան քնահատել այս բոլորը, որովհետեւ իրենց համար է։ Եվ այսպես ասած միան խաղավայրը չէ, էդուկատիվ ծրագիր մնե եւ շատ հբարդենք եւ ինչպես կսեմ օդարները իսկապես զմայլած են մեր գամքին կարողականության վրա եւ գուհուսամ որ այդպես է գշարունակենք մեր ջամփան Հուսանք որ հաջողությամբ կավարտի այս ծրագիրը եւ մեր հաջորդ ցերունդները պիտի վայելեն շնորհիվ այսպիսի հոգապարծուներու եւ նվիրատուներու որ ծեր օրով գրծակ հաջողցնել այս ծրագիրը շատ շնորհակալ եմ Ընտրեմ շատ շնորհակալ եմ Քոհապանություն քեզի Տեր որ մեզ արժան իր գդարելու այս ցնցալից արարողությունը Քոհապանություն քեզի Տեր որ առողջ մարմնի առողջ մտքի եւ առողջ հոգի գրտության ծրագիրներ կներշնչես Քոհապանություն քեզի Տեր որ անոնց համար հանցնարուներ եւ բարերարներ ու նվիրատուներ հանելով շենությամբ կզարդարես հավատարիմներու կյանքերը Տեր կխոստովանենք ու կվգայենք թե ամենափարի տեսողությանդ օրտությունը կճարակայթե սույն թաշտին ու փագին վրա որուն համար եւս քեզի Fortiit եւ Սուպլոքիit հետ միասին կվայելեն երկրպագությունն ու պատիվը եւ փառքը այժմ եւ միշտեվավիդյանս հավիդենից ամեն Բարև ձեզ 2019 թվականին Վահրամ Միրաքյանի նախաձեռնությամբ հիմնադրվեցավ Մանտաշյանց կորզարարներու ագումբը իբադիվ հայ մեծանուն կորզարար եւ բարերար Ալեքսանդր Մանտաշյանցի Ագումբին արագերությունն է աշխարհի դարածքին կորզող հայ կորզարարները համախմբել ստեղծելով ամուր միասնական եւ աստեցիկ կորզարար համայնքմա Մանտաշյանց Global Business Forum 2026-ը այս տարի դեղի ունեցավ Հայաստանի մեջ հունիս 29-ին հուլիս 5-ի դեպողության 7 օր շարունակ աշխարհի 30-ը ավելի երկիրներ է ժամանած շուրջ 2000 կորզարարներ նոր գաբեր հաստատեցին, փորձառություն փոխանակեցին եւ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծեցին։ Ծրագիրը կընդգրկեր 50 բանախոս, 100 ժամե ավելի փոխանցագալից ծրագիր եւ շուրջ 5000 B2B business to business հանդիպում։ Այսօրվա մեր հյուրերն են Մանտաշյանց ագումբի համահիմնադիր եւ նախագահ Վահրամ Միրաքյանը, որ մեզի կմիանա Հայաստանեն, ինչպես նաև ֆորումի մասնագետներ են մեր բոլորին ծանոթ Քեբեկ նահանգի մոտ Հայաստանի Հանրապետության բադվո հյուբադոս եւ կորզարար Լևոն Աֆեյանը։ Բարի եկած եք բարոն Աֆեյան մեր ստուդիոն
Եվ բարի եկած եք բարոն Վահրամ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, հրաշալի, շնորհակալ Շատ եմ։ լավ։ Ուրեմն բարոն Միրակյան նախ կուզեմ սկսել ցեզ մե խոսելով ասմանտաշյանց ագումբի մասին, ինչու կարևոր կդակ հիմնադրությունը այսպիսի ագումբի մա։ Իրականում հիմնադրման փուլում պատճառները այլ էին, ժամանակի ընթացքում փոխվեցին մեր խնդիրները։ Հիմնադրման ժամանակ մենք ուզում էինք Հայաստան ներսում գործարարներով իրար հետ միավորված լինենք, որ կարողանանք տարբեր հարցեր միավորված ավելի լավ լուծել։ Այդ ժամանակ ես գործարարությամբ էի զբաղվում, իմպորտով էի զբաղվում ու տենց անընդհատ հարցեր էին առաջանում, որ որոշեցինք միավորվել։ Բայց պատերազմից հետո մեր բանը փոխվեց։ Գաղափարախոսությունը եւ վիժնը տեսլականը փոխվեց, պատերազմից հետո որոշեցինք աշխարհով մեկ միավորվել, որովհետեւ տեսանք, որ մենք ունենք հսկայական անկազմակերպ ռեսուրս։ Մենք ժամանակ առ ժամանակ դժգոհում ենք տարբեր բաներից, որ Սփյուռքը էս չի անում, այն չի անում, Հայաստանը էս չի անում եւ այլն, բայց հիմնական հարցը իսկ ով է կազմակերպում։ Հիմա որոշեցինք դրա համար գնալ գլոբալ եւ միավորել էկոհամակարգ հայկական տնտեսական, որ ոչ միայն հայ լինելը մենակ մշակութային նշանակություն չունենա, այլ նաև ֆունկցիոնալ նշանակություն ունենա։ Այսինքն հայ լինելը մենակ էմոցիոնալ եւ մշակութային չլինի, հայ լինելը նաև լինի օգտակար։ Այսինքն եթե հայ ենք աշխարհի տարբեր կետերում, կարողանանք ավելի արագ զարգանալ, կարողանանք ավելի լավ բիզնես անել, կարողանալ ավելի հեշտ ներդրումներ գտնել, կարողանանք ավելի արագ արտադրությունը մեծացնել եւ այլն, այսինքն օգտվելով բանով, mentorship-ից, օգտվելով, չգիտեմ, ներդրումային հնարավորություններից, օգտվելով խորհրդատվությունից, օգտվելով կապերից եւ այլն, այսինքն իսկ դրա համար պետք է այդ ոլորտը կազմակերպել։ Ավելի պատերազմից հետո որոշեցինք ավելի միավորվել, որպեսզի այն պարտությունը, որ ունեցանք, երկրորդ անգամ ավելի կազմակերպված լինենք ու նաև տնտեսական ճակատով ավելի կազմակերպված լինենք ու ավելի հաջողակ լինենք, որ ապագայում չունենանք նմանատիպ պարտություններ նաև մեր միավորվածության ու տնտեսական համագործակցության հաշվին։ Իսկ եթե այսօր բարոն Վահրամ հետադարձ ակնարկ մնենք 7 տարիներ անցած է հիմնադրութենենի վեր, ինչպիսի հարաճ խաղացք արձանագրած է այս ագումբը, ինչպիսի աճ գտեսնեք այս 7 տարիներու ընթացքին։ Իրականում մեր նպատակին չենք հասել, որովհետև մենք մինչև 25 թվականը նպատակ ենք դրել 50 մասնաճյուղ ունենալ։ Հետո ճիշտ է, այդ թիվը հետաձգեցինք մինչև 27 թվականի վերջը 50 մասնաճյուղ ունենալ։ Հիմա մենք 25 մասնաճյուղ ունենք, ուղղ կեսին ենք հասել մեր նպատակի։ Ըստ էության չենք կարողացել լուծենք, հետեւաբար այն ամբիցիաները, որ ունենք ու 3000 ակումբական, ոնց որ դա մեր գոլը, բայց հիմա ունենք մոտ առապես 1000 ակումբական, 900-ից մի քիչ ավել է եւ 25 մասնաճյուղ։ Մոտ առապես 1.5 տարի կա 27 թվականի ավարտին։ Հուսամ 50 ավելի ճիշտ վստահ եմ 50։ Ես կգարձեմ, որ բարոն Միրակյան արդեն 7 տարվա մեջ բավական առաջկացած է, այսինքն գնալ մասնաճյուղերուն թիվը ավելի գամած կընթանա, բայց բավական մեծ արձագանք ցկած է արդեն Սփյուռքի մեջ եւ մեր նպատակը այսօրվա հարցազրույցին ճիշտ այն էր, որ Կանադայի մեջ ավելի մոդերն ծանոթանան մեր համայնքը այս բիզնես կլաբին։ Բարոն Աֆեյան, ուրեմն եթե քալով ցեզի ցուկ այս տարի մասնակցեցաք ֆորումին եւ իբր փանախոս եւ իբր մասնագիծ եւ իբր հյուբադոս, ուրեմն ինչպես կարժևորեիք այս տարվա ֆորումը։ Շնորհակալ եմ նախ Թամար հրավերին համար այսօրվա։ Ես Վահրամին մեկ տարի առաջ ծանոթացա իբր հիբադոս, բայց որովհետև գործարար եմ ինչ ժամանակ հետաքրքրությունս արտնցավ, որ նայեմ թե ինչ է ասմանտաշյանց ագումբի նպատակները եւ աշխատանքային ցևը եւ պետք է ասեմ որ շատ տպավորված էի եւ երբ այս տարվա հրավերը ստացանք որ ներկա լանք եւ գարնամ բանախոսություն ունել իրենց անդամներուն շատ հետաքրքրվեցա, բայց ինչ որ դեսա իմ սպասածները շատ ավելի մեծ էր հազարներով երիտասարդ կարող խելացի հաջողակ բիզնեսմեններ եւ մեծ թիվով բիզնեսվոմեններ գինենք որոնք բամներ որ մենք չենք տեսնել անցյալին հաջող Հայաստան գնալուց
երբ որ գսեինք բիզնես աշխարհ, միան երեք մարդիկ էին։ Այո, Հիմա գտեսնանք բավական մեծ թիվով կանայք, որոնք արդեն կորձի աշխարհի մեջ մտածեն եւ բոլորն ալ լավ հաջողություններ ունեցած են եւ բոլորն ալ շատ դրական ցևով գնային աբակային։ Ուրեմն շատ դպավորված էի, պետք է ասեմ։ Այո։ Իսկ ձեր հիմնական պատկամը ինչ էր այս ելույթին։ Ինձ մեր խնդրվեցավ խոսիլ իրենց անդամներուն շաբաթ երեկոյան գրեթե վերջնական երկին երկու օրերն էին մենք խոսեցանք ես խնդրեցի որ ինձ հետ կա Օսկար Թաթոսյանը որը Շիկագոյի պատվոհիբադոսն է Հայաստանի եւ շատ մեծ կորկավաճառության ընկերություն ունին որը 105 տարվա ընթացքին ընտանիքը բահած են Oscar Esperian Carpet շատ զանոթ էի Շիկագոյի մեջ ուրեմն մենք այդ որոշում արինք որ խոսենք մարդահրավերների մասին ինչպես դարիներու ընթացքին չսպասված մարդահրավերներու թեմ պատրաստվել բայկարին եւ հաջողին գիտնալով որ Հայաստանի մեջ ասենք բիզնեսմենները ընդհանրապես վերջին 5-15 տարվա ընթացքին է որ կորձերին հարաճած է բավական Պրոբլեմները չեն անցած Այո, այդ նույն փորձառությունը չունին Ես իմ կորձս արդեն 45 տարի է որ գվարեմ Օսկարենց ընտանեկան կորձը 105 տարվա կորձ էր ուրեմն խոսեցանք այդ նյութի մասին եւ խոսեցանք ան 5 տասերու մասին որոնք մենք որոշեցինք որ կարեւոր էին պատրաստվել լալ ջգուն լալ opportunist recession-ի ժամանակ փորձել մեծնալ եւ ոչ թե փոքրանալ leadership quality-ները անսիմը շատ կարևոր են իբր կորձարար ուրեմն այդ նյութերու մասին որ խոսեցանք Այո եւ վստահ եմ որ բավական հետաքրքրություն կար ներկաներեն այսինքն քանի որ երբ որ գսեք երդասարդ են ճունին այդ փորձառությունը ընդհանրապես որ ոլորտներում մեջ էին իրենց ասենք կորձարանները լավ հարցում է որում պատասխան չունիմ որովհետեւ միակ պատասխանս բոլոր ոլորտներուն է Այո Մենք գիտենք քաղուտի անդամ ենք, չէ՞, եւ մենք միշտ շփում կունենանք ուրիշ քաղուտներու հետ։ Հայաստանը քաղուտ չէ, Հայաստանը երկիր է։ Հայաստան ամեն ոլորտի մեջ կորձարարը հայ է։ Այո։ Ուրեմն եթե հայ կորձարար տեսնաս, մի սпасեր որ կորկավաճառը լա, կամ հակոստի կորձն է, կամ անպայման, չգիտեմ, շինարարությունն է։ Օրինակ համար հոն զանոթացանք Հայաստանի դետեկտիվներու կոմպանիին դնորենը Ես չի գիտեր որ հայ դետեկտիվներու ընկերություն կա, բայց հաստատ ամեն երկիր պետք է լա, չէ, private detectives։ Զանոթացանք medical laboratories agency, որ 7-8 հատ medical laboratory-ի։ Զանոթացանք զանազան դարբեր ջուղերու մեջ հայերու, բայց հաստատ գրնանք ասել որ մեծամասնության հետաքրքրությունը AI եւ high technology մեջ է։ Հոն է որ կտեսնանք լուրջ ֆոկուսը Հայաստանի մեջ։ Եվ ոլորտը որ Հայաստանի մեջ բավական արժեվ կացած է գրնալու։ Շատ դպավորիչ է, այո։ Պարոն Վահրամ, ինչ է ըստ ձեզի այս ագումբի հաջողության գաղտնիքը։ Երկար աշխատանք, վստահություն ձևավորելու ուղղությամբ։ Ոնց որ հիմնական մեր բանը Հիմնական մեր գլխավոր խնդիրը մենք ցույց տանք, որ սա ինստիտուտ է, Մանտաշյանցը կառույց է, ինստիտուտ է, որի միջոցով մեր գործարքները արագանում են, հնարավորությունները մեծանում են, մեզ հետաքրքրող մարդկանց գտնելու հնարավորությունները մեծանում են։ Ոնց որ մեր խնդիրն է ինստիտուտ ստեղծել, որ ենթադրենք նորություն նոր թարմ լուր ասեմ, Լոս Անջելեսից մեր ակումբականներից մեկը եկել էր Չեխիա, Պրագա, ու Պրագայում խնդիր ուներ հանդիպելու գործարարների հետ, իր ոլորտը ներկայացնող։ Դիմեց մեզ, մենք Պրագայի ղեկավարի հետ խոսեցինք, մեր մասնաճյուղ ղեկավարի հետ խոսեցինք, ինքը ծանոթացեց, պարզվեց, որ իր ոլորտում, տենց որ ոլորտը որ հետաքրքրում էր, մի ակտիվ հայ կա Պրագայում, որ ամենամեծն էր այդ ոլորտում Պրագայում։ Ծանոթացեց, արագ հանդիպեցին, տենց իրար հետ խոսեցին, պայմանավորեցին համագործակցել։ Հենց դա տարբերվում է անձնական կապերի ու ինստիտուտի մեջ, որտեղ անձնական կապերով մարդու հնարավորությունները քիչ են։
հա միջինում ըստ սոցիոլոգիայի 150 կապից ավել դու չես կարող կապ պահել մարդկանց հետ, միջին մարդը 150-ից ավել։ Բայց մեր միջոցով հազարավոր կապերին դու հնարավորություն կունենաս տեսնել։ Այսինքն այդ տղան ապրում էր Լոս Անջելեսում վերջի 30 տարին, Պրագայում եղել էր առաջի անգամ, բայց գտավ մարդկանց, որոնք ընկերոջ պես իրեն դիմավորեցին, հանդիպեցին, մանրամասն ոլորտը ներկայացրեցին եւ այլն։ Այստեղ արդեն գործում է Մանտաշենց որպես ինստիտուտ, իրենց կապելու ինստիտուտ։ Ինձ թվում է հաջողության գաղտնիք, եթե այդպես գաղտնիք ձևակերպեմ, դա այն վստահության մթնոլորտն է, որ մենք կարողանում ենք ստեղծել գործարարների միջև, ու այդ իրականում հեշտ չի, ու այդ հասնում ենք նրանով, որ նախ մեծ ֆիլտրում ենք, շատ երկար ենք մտածում ում ենք ընդունելու որպես ակումբ, երկրորդն էլ ակումբում ով իրեն ճիշտ չի պահում, հեռացնում ենք, օրինակ ով որ մեր արժեքներին չի հետևում, ով որ խաբում է, ով որ չգիտեմ, բարեվարկությունը մեր արժեքներից մեկն է, օրինակ, էլի։ Բարեվարկություն, մասշտաբայնություն, հայակենտրոնություն, ամբիցիոզություն մեր հիմնական արժեքներն են, ով որ մեր արժեքներին չի հետևում, հեռացնում ենք այդ մարդուն, միշտ ամեն տարի լինում են մարդիկ, ում որ հեռացնում ենք։ Արդեն ինքնին հոն գտնվելը վստահություն կներշնչե, որովհետև բոլորին, այսինքն ամեն մարդ վգա է քեզի, չես նար սխալ բան մնալնել, ինչպես որ բացատրեցիք, եւ հետո վերջի հոն եկողը միայն ասենք դասախոսություն մտի գնելու չէ եկած, այս PR-ն ալ շատ կարևոր է համագործակցություն, ինչ որ դուք նշեցիք։ Իսկ ըստ ցեզի բարոն Միրաքյան, ինչպիսի ներդրում կրնա ունենալ սպիրկահայմը Հայաստանի տնտեսության մեջ։ Սպյուրքահայրը շատ մեծ, եթե խոսենք գործարարների մասին, խոսեմ այն ոլորտի մասին, որ այդ մենք ենք առնչվում գործարարները, առաջինը դա գիտելիքային ներդրումն է, ինֆորմացիա գիտելիքի փոփոխություն, երկրորդը կիսվել կապերով, օրինակ մեր Հայաստանից շատ ընկերություններ կան, որ ապրանք ունեն, ուզում են արդեն դրսում վաճառեն, եթե խոսենք թարմ օրինակով, հիմա մի շարք օրինակ Լեհաստանից մեր ակումբական ընկեր ունենք, մենք Լեհաստանում էլ մասնաճյուղ ունենք, Պոլանդում։ Օրինակ մեր ակումբական ընկերը կազմակերպեց 100 տոննա ծիրան արտահանեցին Լեհաստան, բայց առաջի փուլով, երկրորդ փուլով պայմանագիր ունեն 5000 տոննայի մասին, արդեն 5000, ոնց որ փորձնական 100 տոննա արեցին, հետո պայմանագիր արեցին 5000 տոննա։ Ինչու՞, որովհետև ինքը այնտեղ կարողացավ շփվել Լեհաստանի Lidl ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, ոնց որ Լեհաստանի, ղեկավարության հետ իր կապերով։ Ու այդ ապրանք գնաց ընդ ու երկուսն էլ գումար վաստակեցին։ Այսինքն մեր ինչով կարա օգտակար լինի այդ կապերով ու այդ կապերի միջոցով երկու կողմն էլ բիզնես անեն։ Եվ Սպյուրքը բիզնես անի, եւ Հայաստանի բիզնեսմենը բիզնես անի։ Ինձ թվում է մեր բանով տես մշակույթ պետք է լավ ներդնենք, որ օրինակ Սպյուրքի մեր բոլոր ընկերները գույք ունենան Հայաստանում, պարտադիր։ Որևէ գույք։ Իրենց բնակարան, չգիտեմ, ինչ որ հոթելում, ինչ որ մասնաբաժին եւ այլն, էլի, դա էլ որպես բան է, էլի, որպես այդ էլ կապողակ կդառնա, որ գան, որտեվ իրականում Հայաստանը շատ է փոխվել։ Ու մարդիկ կան, որ 10 տարի առաջ էին գալիս Հայաստան, 5 տարի առաջ էին գալիս թեկուզ, ու հիմա են գալիս, մենք ուրիշ Հայաստան ունենք։ Հայաստանը շատ բան է փոխվել, կենսամակարդակն է փոխվել մարդկանց։ Կարևորը որ Սպյուրքը այդպես նաեւ ճանաչի Հայաստանին։ Ինչը որ ցավոք սերտի բան միֆեր ու բաներ այտենց իրականությունից կտրված ինֆորմացիան էլ շատ Սպյուրքում պատծում մենք հանդիպում ենք, զրուցում ենք, մենք ենք զարմանում, էլի, մենք Հայաստանում ապրում ենք, չգիտենք որ այտենց բաներ կա Հայաստանում, էլի, այտենց մի քիչ բան կա, էլի, այդ ուղղությամբ բարոն Վահրամ, ես պիտի անցնեմ բարոն Աֆեյանին հարցնելու համար, որ այսօր ներկա Հայաստանի իրավիճակը, տնտեսական իրավիճակը ինչպես է, այսինքն որ ուր գտնվենք մենք։ Հայաստանի վիճակը ընդհանրապես շատ քննադատելի այսօր։ Եթե ստատիստիկով նայենք եւ ոչ էմոցիոնալ, միան թիվերով նայենք, հետս մի քանի թուղթեր բերած եմ։ Այո, հրամայ։ Եթե գարդոնես որ գարտամ GDP per capita 2025-ին հասած է $9,500։ 2025-ին աճը 7.1% էր։ Կանադայինը գրեթե 2-3%-ի մեջ է աճը։ Ամենամեծ GDP growth drivers, services and trade, այսինքն AI, technology եւ այլն, construction 7%, industry 16%, agriculture միան 7.7% է, ինչ որ առաջ շատ ավելի բարձր տոկոսներ ունեինք։ Այսօր investment freedom index ասված բանը կա
184 երկրի մեջ 26-րդն է Հայաստանը։ Այսինքն եթե գնանք բացատրել։ Այսինքն ուր մարդ կգնա ազատորեն ինվեստնել իր կոմար ներդրումնել։ 184 աշխարհի երկրի մեջ 26-րդ կգանա Հայաստանը։ Economic Freedom Index, որ ազատ արձակ 53-րդ կներկայանա, նորեն 184 երկրի մեջ։ Կգնանք լավացնել ադիգա։ Global Innovation Context, նորեն 59-րդն ենք, բավական բարձր թիվ է։ World Bank Be Ready Index, ով պատրաստ է բանկերի եւ բանկաներու structure-ը 37-րդ։ Ամենակ հետաքրական ինդեքսը, որ ինձ ներգրավեց, Average IQ by country 8-րդ դեր կգրավենք 126 երկրի մեջ։ Այսինքն մեր եղբայրները, քույրերը Հայաստանի մեջ ըստ երևույթին բավական լավ վիճակի մեջ են մտայնորեն ասենք with their IQs։ Economic Freedom Index-ի մեջ Հայաստանը 67.1 ամբողջ 1 ունեցած է, բաղթելով Թուրքիային, որ միայն 55 է Economic Freedom Index-ի մեջ։ Corruption Perception Index, ոչ Corruption Perception Index-ը ամեն տարի եդեվի լավացած է։ Այսօր 21-րդն ենք Global Safety Index-ի մեջ։ Average monthly gross salaries քաղաքներու մեջ, անշուշտ քյուղերու մեջ դակավին աշխատանք կալալիք, մինչև 2200-ին 2400 դոլար ամսականի հասած են, որ դարիներ առաջ դե գիշեք 1000-ին բակաց էին ասկումարները։ Taxation system-ը գազագերբված է եւ բավական ցածացած են։ Dividend taxation-ը միայն 55% է։ Value added tax-ը 20% է։ Corporate income tax-ը 20%-ին 18-ի չեցուցին։ Personal income tax-ը 23-ին 20-ի չեցուցած են։ Ուրեմն այս թիվերը գնամ շարունակել, բայց աճը, որ գա այսօր Հայաստանի մեջ եւ այդ ներդրումները, որ գլան համաշխարհային ներդրումները վստահության հարց մը գա, որ զանազան երկրներ այդ վստահությունը ցույց կտան Հայաստանի ներգային եւ Հայաստանի աբակային իր առաջ ճիշտ քայլերով ըստ իրենց անշուշտ ադե որ իրենց կարդոն է, որ այդ ներդրումներն են երկրի մեջ։ Եվ երբ երկիրը պատրաստ է իր ուսանած ժողովրդով, իր բարձր IQ-ով եւ պատրաստակամությամբ աշխատելու եւ այդ ներդրումները կլան, կարծեմ Հայաստանի աճը հստակ է, որ այդպես պիտի շարունակվի։ Մեզ է համար շատ ուրախալի պատկերներ էր, որ ներկայացիք բարոն Աֆեյան, որտեղ ընդհանրապես սփյուռքի մեջ այդքան ալ մոդեն ցանոթ չենք դնդեսական աճին մասին դեղեցություններ չունենք, բայց միշտ այդ վախը ունենք, որ ներգա քաղաքական վիճակը բաժար գլա, որ ամեն ցևով Հայաստանը դուժե, բայց ինչ որ գտեսնեմ դնդեսության ատկանալ չէ տված աս ներգա ասենք քաղաքական իրավիճակը տրացի երկիրներու ասենք ամենօրյա աս համացայնակիր պիտի գնքվի, պիտի գնքվի եւ այլն աս բոլոր հարցերը այդքանալ չեն աստած դնդեսության վրա, ինչ որ գտեսնեմ։ Ճիշտ է, ինչ որ ես տեսա վերջին ճամփորդության ընթացքին երկու իրականություն կա Հայաստանի մեջ։ Երկուքն ալ պարալելն է, զուգահեռ գերտան իրար հետ։ Նախ եւ առաջ դնդեսությունը, որ քլուխ արած գերտա, երկրորդ political threats։ Ներգա են, անշուշտ չեն կնար մեր աչքերը կոծելադոր, իրականություն մնե, սակայն ես ինձ նայված սևովս կնախնդրեմ փախտadel ուրիշ երկրներու հետ։ Այո, եթե մենակ մենք Հայաստանը նայենք եւ փախտadենք մեր դրացներու արած թիրքերը, իրենց ասած խոսքերը, մեկ-մեկ քննադատենք, գշրենք եւ այլն, գրնանք շատ մեծ ծևով, ասին վախ եւ վտանգ դեսնել։ Սակայն փախտadենք Լիբանանի հետ, փախտadենք Սուրիայի հետ, փախտadենք Իսրայելի հետ, փախտadենք Պարսկաստանի հետ, փախտadենք մեր Հյուսիսի Վրաստանի հետ, նայենք թե արդյոք որքան իրական է, որքան ճիշտ է բոլորը, եւ հոն է որ ինձ ավելի բագաս վախ կուտա, որը չի նշանակեր որ հոն չեն վախերը, վտանգները հոն են, բայց իմ հույսս ան է որ Մանտաշյանի պես միություններ, Մանտաշյանի պես ակումբներ համագործակցությունը գրնան հարաճ տանել ալավելի երկրի դնդեսությունը եւ այդ դնդեսության բաժարը որ պիտի հաջողվի։ Եթե մեկ ռոբե ավելցնեմ, դարիներ առաջ երբ social հարցեր գուտային ժողովրդին,
երկու ամենամեծ պատճառները, որ կային, որ ժողովուրդը գսեին, որ մենք երկիրը կթողենք, որովհետև այդ հարցը ունենք, թիվ 1-ը անկորձություններ, թիվ 2-ն անվտանգությունը։ Այո։ Անվտանգության բագասը։ Այսօր փաստորեն բավական ավելի բագաս անվտանգության բագաս կա եւ կորձերը գահաջին ուրեմն աս ճիշտ ծևն է ըստ երևույթին, որ ժողովուրդը Հայաստան մնան եւ ներքախտել, այսինքն անցադարի առաջին տարիներ, որ 8000-ի չափ մարդ ավելի մտածեր Հայաստան, քան թե թողած էին։ Ուրեմն գուցե այնտեղ հասանք, որ Հայաստանը թողել երթալու հարցնալ կրնա փոխվել եւ փորձենք ավելի մեծ թիվով ժողովուրդ Հայաստան վերադառնան կամ առաջին անգամ լարով հայեր երթան Հայաստան եւ հոն հաստատվին։ Այո, մեր բոլորին հույսն է եւ երազը բարոն Միրաքյան, ուրեմն բարոն Աֆեյանը ինչ որ ասավ ասմանտաշյանց ագումբը լալով անգախ լավակույն միջոց կհանդիսանա այս օրերուն մանավանդ միացնելու Սփյուռք Հայաստան հարաբերությունը զարգացնելու համար։ Իմ հարցումս պիտի լա որ այս նախաձեռնության ովևէ մեկ ինչպես կթիմավորե երկրի բեդությունը կամ իշխանությունը այս նախաձեռնությունը ովևէ մեկ ցևով միջամուխ գուզելալ կամ ջնշում գփանեցնե եւ այլն կամ ինչպես կարժևոր է այս նախաձեռնությունը ինչ է իրենց վերաբերմունքը։ Տեսեք, պետություն ասելը շատ այնց տարբեր լայն հասկացություն է, որովհետեւ պետության ինչ որ հատվածներ մեզ օգնում են, ինչ որ հատվածներ փորձում են ճնշում գործադրել տենց էլի շատ տարբեր է նույն պարոն Աֆեյանի հետ մեզ ծանոթացրեց կանադայի դեսպան օրինակ մենք բոլոր դեսպաններին գրեցինք որ ասենք խնդրում ենք ծանոթացրեք տեղական գործարարներից որ իրար հետ համագործակցենք մասնաճյուղեր բացենք մի քանի դեսպան արձագանքեցին 50 դեսպանից չգիտեմ մի 4-5 դեսպան արձագանքեցին մնացած չարձագանքեցին այսինքն մի մաս օգնում են մի մաս չեն օգնում մենք կարևոր որոշում ունենք որ քաղաքական թեմայով չենք խոսելու ակումբի ներսում ու այդ կարևոր որոշումներից որոշման պատճառով որ ակումբի միջև մա գոյություն ունի որովհետև քաղաքականության խնդիրը մարդկանց բաժանելն է էլի ոնց որ մեր խնդիրն է մարդկանց միավորել եթե մենք թույլատրենք քաղաքականության թեմայով խոսեն հաջորդ օրը ակումբը կբաժանվի 158 բաների էլի մասերի ու այդպես կմասնատվի ամեն ինչ տեղն ու տեղ էլի դրա համար ոնց որ մենք չենք թողում որ ակումբի շրջանակներում ակումբի ներսում խոսեն քաղաքական թեմայով որտեղ մենք ասում ենք մենք տնտեսության ոլորտն ենք խնդրեմ եկեք տնտեսության թեմայով խոսենք Էդ է էլի այտենց ոնց որ ինչ կարանք անենք տնտեսությունով, եթե ուզում եք երկրի մասն եք մտածում կամ եւ այլն, արի խոսենք ոնց կարանք բան անենք, էլի։ Կարծեք որ ովևէ մեկ ցևով, ասենք թրացի երկիրները լան Թուրքը, լա Ադրբեջան, երբ որ սկսին արևդուրն էլ Հայաստանի հետ, ովևէ մեկ ցևով պիտի աստե Հայաստանի ներքին կորզարարներու կորձին վրա։ Միշտ ասված շատ բաներ անորոշ է այստեղ էլի շատ բաներ անորոշ է որովհետև եթե հաշվի առնենք որ չգիտեմ Վրաստանի հետ ուղիղ Թուրքիայից են սկսելու կան այդ ապրանքները այդպես առանձնապես բան չի փոխվելու կարող մի քանի տոկոս մի 10% լոգիստիկան էժանանա ապրանքների բան կլինի բայց եթե Թուրքիան քաղաքական որոշում կայացրեց որ ինքը սկսում է տնտեսական բանի Հայաստանի տնտեսական բան էքսպանսիա ոնց որ Հայաստանում, այդ ուրիշ է արդեն։ Հիմա օրինակ բերեմ, եթե անձեռոցիկը Թուրքիայից տարեկան ինչքան պայմանական ասած 5 միլիոն դոլարի անձեռոցիկ է գալիս Հայաստան, չէ՞, վաճառում, պայմանական ասած չեմ հիշում։ Այդ անձեռոցիկը հիմա գալիս է Վրաստանով։ Վրաստանով գալու պատճառով այնտեղ ավելանում է 5% ինքնարժեքից օրինակ։ Այդ 5% իջնելու է դրա կամ չգիտեմ 3% այնպես տարբեր բան են էլի։ Դա շատ չի ազդելու մեր բանի վրա էլի, մրցակցության վրա շատ չի ազդելու։ Բայց եթե Թուրքիան որոշեց որ էքսպանսիա է անելու, այսինքն իր ընկերություններին արտոնություն է տալու, իրեն գալու են, չգիտեմ, ոնց որ արեցին Վրաստանում construction-ը մտնելու եւ այլն։ Հետո մենք Վրաստանից իրական տարբերել ենք, էլի Վրաստանում լոկալ բիզնեսմենները շատ թույլ են։ Լոկալները շատ թույլ են։ Մենք մեր լոկալները շատ ուժեղ են, իրենք արտադրություններ չունեն եւ այլն։ Դե Թուրքիան գրավել է, թուրքական, ասենք, չգիտեմ, առաջ տեղում Վրաստանի հարկատուների առաջ տեղում ադրբեջանական ընկերությունը Սոկար, չգիտեմ, երկրորդ տեղում թուրքական ընկերությունը։ Այնտեղ իրենք Ադրբեջանը Թուրքիան վրացական տնտեսության վրա ազդեցություն մեծ է, բայց վրացի բիզնեսմեններն էլ հայերի հետ համատած թույլ են։ Դրա համար
եթե իրենք որոշեն էքսպանսիա անեն ու գրավեն Հայաստան, այդ իրավիճակը արդեն փոխվում է։ Այդ դեպքում մենք էլ օրինակ պետության վրա ճնշում կսկսենք գործադրել, որ չէ, մեր եթե իրենք պետականորեն էքսպանսիա անեն, ուրեմն մենք էլ պետականորեն պետք է մեր բիզնեսներին սպորտ անենք, աջակցենք։ Այսինքն այդ դեպքում մենք կսկսենք այստեղ աշխատել։ Դրա համար ասես չեմ ուզում այս թեմայով ասեմ, որովհետև շատ բաներ անորոշ են։ Բարոն Լևոն, կուզենք լսել նաև ծեր գարձիկը այս հարցին շուրջ, ուրեմն աս ցրկական սահմաններում բացման հետևանքներում մասին։ Ինձ կթվի, որ անշուշտ միշտ մտահոգություններ պիտի ելնան, սակայն ինչպես Վահրամը ասավ, Հայաստանի տնտեսությունը շատ ավելի պատրաստ է ադոր թեմ պայքարելու, ժամանակ ունեցած ենք հիմա արդեն քանի տարի ազոր կսպասենք, տեսանք ինչ եղավ Վրաստան, անգել բավական թասեր արինք, բայց ես կնայեմ թրական կողմը միշտ, օրինակ համար այսօր միակ նավահանգիստը ուր կրնանք երթալ Վրաստան է, եւ վրացիները ադիգա մեզ լավ գիտեն, ուրեմն քիները ադոր համեմատ գսարկվին, այդ վարյանին, որ մենք կարենանք Թուրքիո սահմանեն գնալ Սևձով, անժամանակ քիները պիտի իջնան, մեզ ճամփա պիտի դա ուղարկել մեր ապրանքները աշխարհում բոլոր տեղերը առանց այդ Վրաստանի մեր վրա դրած ավելորդ քիներուն, մենք պիտի ունենանք շուգա մեր տեխնոլոգիին, մենք չենք, այո, գնալ իրենք շատ ավելի մեծ ծիրանի արտադրություն ունին մեզ մեջ, բայց ինչպես որ քիչ առաջ ասի կամ գնշեմ մեր agriculture արտադրությունը միան 7% է, 7.5% է Հայաստանի արտադրության եւ գտնանք անիկա 1-2%-ով գտնալ վնասել, բայց մյուս ոլորտներում մեջ շատ մեծ հնարավորություն ունենք։ Կտեսնամ, որ տնտեսական համաչափ կորզակցություն գտնալալ եւ Հայաստանի թուրերը փանալով վստահ եմ, որ մեր տնտեսությունը պիտի աճի։ Ինչպես որ Վահրամն ալսավ գախում ունի նաև ինչպիսի պայմաններ պիտի ստորագրվին այդ սահմաններում բացման հետ։ Ուսամ որ խոհեմ այդ թիրքերը խոհեմ գարնենք այդ որոշումները։ Ես կուզեմ վերջացնել մեր այսօրվա հարցազրույցը բարոն Աֆեյան ցեզի ուղելով արագ հարցումներ իբր կորզարար, որտեղ դուք երկար տարիներու փորձառություն ունիք եւ եթե գտնակ մեզի պատասխանել մեկ բառով ուրեմն առաջին հարցումս պիտի լա հաջողությունը մեկ բառով perseverance դողունություն գարձեմ գտնամ ասել այո առաջնորդությունը այսինքն leadership-ը մեկ նախատեսությամբ ամեն օր ներկա բիդելաս եւ կորձով պիտի օրինակ տաս միսերուն շատ լավ մեկ քիրք որ ամեն կորզարար պետք է գարտա manufacturing արտադրության մեջ the goal այո շատ լավ ռիսկ թե ապահովություն ապահով ռիսկ տրամ թե հեղինակություն տրամ գուկա շահը կամ վստահությունը անկասկած Կորձընկեր ընտրելու ադեն առաջինը ինչ բանի գնայինք character trade you can teach character you cannot teach այսինքն տրամնալ այդքան կարևոր չէ քարակտերն կարևոր միակ բանը որ չես նայ փոխել մարդուն շատ ճիշտ որ անցը ցեզ ամենեն շատ ներշնչած է երկու մեծ հայրերս չարթեն փախած վերաբրող երկուքնալ հաջողած են կյանքերու մեջ կորձի մեջ դարբեր բոլորովին դարբեր պատմություններով բայց երկուսն էլ ինձ համար օրինակ եղած են։ Ու կա այդ perseverance-ին, ճիշտ։ Ինչը ցեզ գմղե ամեն արդու աշխատանքի։ Սուրճը չեք կրնարստել։ Գիտնալով որ կորձես չի ավարտված, եւ գիտնալով որ 160 ընտանիք մեր իրենց աշխատանքով մեր ընկերության մեջ կապրվին եւ իրենց ապրուս կհասնի։ Այդ պատասխանատվությունը իմ վրա շատ մեծ տեղ կգրավի։ Այո, շատ արդար։ Որն է ձեր սիրած նշանապանը։ Work hard. Արակ աճ թե գայուն աճ։ Գայուն աճ։ Արակը գրնա շատ արագ վերջանալ։ Չէ, արակը բանը չէ։ Նորարարություն թե փորձառություն։ Նորարարությունը կարևոր է այնքան որ փորձառության վրա բես կնենք։ Դվյալներ թե փնաստ։ Դվյալներով պետք է հասկանանք կորձը, փնաստով գնանք որոշումներ առնել։ 80% դվյալ, 20% փնաստ իմ բարակայից։ Համբերություն թե համարձակություն։
Ուֆ, համբերություն, երբ մարդոց ես կաշխատիս, համարձակություն, երբ որոշումներ կառնես։ Այո։ Աշխատասիրություն թե դաղանդ։ Ու աշխատասիրություն 100%։ Ցախողում թե բաց թողնված հնարավորություն։ Եթե մեկը ցախողի։ Բաց թողնված հնարավորություն, որովհետև ցախողությունը վերջնական է։ Այո։ Փորձառությունը կրնանք շտկել, ուրեմն վերջնական բան չկա։ Հայաստան թե Սփյուռք, ուր կտեսնեք ավելի մեծ ներուժ։ Միասնության մեջ։ Միասնության մեջ։ Վերջապես մեկ բառ, որ կփնորոշե ձեր կորզարար փիլիսոփայությունը։ Integrity։ Շատ մերսի, շատ լավ պատասխաններ էին պետք է ասել։ Բարոն Բահրամ, ուրեմն ես պիտի կամ ձեր փիլիսոփայության, այս ագումբի փիլիսոփայության ձեր նշանապանը եթե գրնաք մեզի հետ բաժնել։ Մենք ուժեղ է եսից։ Եթե գրնաք We are stronger than me։ We are stronger than me։ Շատ խելացի նշանապան մնե։ Ուրեմն այսպիսով պիտի ավարտենք մեր այսօրվա հարցազրույցը, շատ հաճելի էր, ձեր երկուքին ամենայն հաջողություն կմաղթենք եւ գհուսանք, որ Մանտաշյանց այս բիզնեսի ագումբը ավելի արագ կընթերցակե իր մասնաճյուղերը եւ մենք անհամբեր ենք լսելու ձեր բոլոր հաջողություններում մասին։ Շատ շնորհակալ ենք։ Հոկտեմբերին գալու ենք Կանադա, Տորոնտո եւ Մոնրեալ, հենց որ կունենանք նաեւ մասնաճյուղ հոկտեմբերին Կանադայում։ Ինչ լավ լուր դվի։ Շատ կսպասենք ուրեմն ձեզի։ Շատ լավ։